Երեք կրկին ցրտեց ու ձյուն եկավ հանրապետության գրեթե ամբողջ տարածքում։ Հյուսիսային մարզերում, հատկապես լեռնային շրջաններում ձյուններ, քամի, հովիտներում անձրև։ Ջերմաստիճանն էլ կտրուկ նվազեց 8-ից 10 աստիճանով, բայց այգիներին այս ձյունն ու ցուրտը վնաս չեն հասցնի, պնդում են օդերևութաբանները։ Քանի որ գիշերային ջերմաստիճանները տատանվել են +2-ից +4 աստիճանի սահմաններում։ Գարքունիքի մարզում վնաս չի, հակառակը պետք է ասել օգուտ է, քանի որ դեռ բույսերը չեն զարթել, ոչ մի բույսի վեգետացիան չի սկսել։ Լոռու մարզում մեր կողմերում երևի ոչ, որովհետև տաք էր նաև։ Իսկ հարավային մարզերում, Վայոց ձորում, Սյունիքում ծառերը ուր-որ է կծաղկեն։ Ողոջները ուռել են, փչել են արդեն, եթե հենց տաքարա բացվել է։ Այսօր եւ վաղը տեղումներ չեն սպասվում։ Այս գիշեր ջերմաստիճանը մի փոքր կնվազի Արարատյան դաշտում, բայց կրկին 0-ից չի իջնի, կանխատեսում են օդերևութաբանները։ Իսկ ժողովրդական հիդրոմետրը հիշեցնում է, այսօրվանից իր տարերքի մեջ է պարվի ուլերը։ Դե հիմա արդեն չեք զգում, որ արդեն այդ երևույթն է, էլի պարվի ուլերն է։ Ոնց որ արդեն սկսվում է։ Եղանակը փոխվում է, ցուրտ է, քամիներ է լինում։ Եթե ընդունենք, որ պարավի ուլերը ապրիլի 11-ից 16-ն ընկած ժամանակահատվածն է, ապա մեր կանխատեսումը հետևյալն է. ապրիլի 11-ին մենք հանրապետության միայն հյուսիսային շրջաններում ենք կանխատեսում երեկոյան ժամերին ամպրոպային բնույթի անձրևներ, Արարատյան դաշտում եւ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Վաղվանից հարավից ներթափանցելու են տաք օդային զանգվածներ եւ ապրիլի 11-12-ին բոլոր մարզերում եղանակը կտաքանա 7 աստիճանով։ Երևանում սպասվում է մինչև 22 աստիճան տաքություն։ Միջերկրական ծովից թափանցող նոր տաք ցիկլոնը իր հետ կբերի անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, բայց նաեւ տաք օդ։ Արդեն ապրիլի 13-ի եւ 14-ի գիշերը կլինի 9-ից 10 աստիճան տաքություն։ Ինչ եղանակ էլ որ լինի, կարևորը կա արև, ջերմություն, քամին ու անձրևներ բնական բան է, մեկը մյուսին լրացնող։ Տաթևիկ Նալբանդյան, Լիլիթ Յոլչյան, Աննա Ավետիսյան, Հասմիկ Շահբազյան, օրակարգ։